Հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք հետևել ընտրությունների ընթացքին։ Գյումրու առաջընթացի դիտորդները գտնվում են 30 ընտրատեղամասերում, հետևում են ընտրությունների ընթացքին եւ մեր դիտորդները բաց քվեարկության փորձ եւ ընտրողների կուտակումներ են նկատել Գյումրու մի քանի ընտրատեղամասերում։ Թիվ 32 կոտորակ 41 ընտրատեղամասում ընտրողը փորձել է բաց ձևով կատարել քվեարկությունը, դեպքը նկատել եւ բարձրաձայնել է Ուժեղ Հայաստան կուսակցության վստահված անձը, ինչից հետո քվեաթերթիկը սահմանված կարգով ճանաչվել է անվավեր։ Թիվ 31 կոտորակ 07 ընտրատեղամասում արձանագրվել են ընտրողների կուտակումներ։ Թիվ 31 կոտորակ 45 ընտրատեղամասի մուտքի մոտ նույնպես նկատվել են ընտրողների կուտակումներ։ Ընտրողները ցանկացել են միաժամանակ մուտք գործել տեղամաս, սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է ընտրատեղամասի ներսում ընտրողների կուտակումը եւ իրավիճակը կարգավորվել է։ Մեր լրագրողական թիմը եւս հետևում է ընտրությունների ընթացքին եւ ահազանգի հետքերով կպատմի իմ գործընկեր Հրաչը։ Հրաչ, ինչ ահազանգեր եք ստացել։ Լուսինե, ահազանգները տարաբնույթ են, մենք այս ընթացքում հասցրեցինք լինել մի քանի ընտրատեղամասերում եւ դրանցից տարբեր ահազանգների հետքով էինք գնացել, մեկում օրինակ ընտրակաշառքի, մյուսում բերման ենթարկվածների համար, բայց պարզվեց օրինակ 32-ի 32 ընտրատեղամասում ահազանգ էինք ստացել, որ բերման են ենթարկվել անձինք, բայց չէր նշում ովքեր են ընտրողներ, հանձնաժողովի անդամներ, թե վստահված անձինք։ Մենք գնացինք տարածք եւ պարզվեց, որ պատկերը այլ է։ Հիմա որպեսզի սփոյլեր չանեմ եւ մեր դիտողները նաեւ դիտեն տեսանյութը կպարզեն թե ինչ է տեղի ունեցել եւ հաջորդ ահազանգը նաեւ Ուժեղ Հայաստանի հետ էր կապված, որը տեղի էր ունեցել մեկ այլ ընտրատեղամասի անմիջապես դիմաց կից հարևանությամբ գտնվող տարածքում ուժայինները բերման էին ենթարկել 3 Ուժեղ Հայաստանի 3 աջակիցների ենթադրյալ կաշառք բաժանելու կամ ստանալու գործով այլ մեկնաբանություն մենք այս մասով չստացանք, որովհետև քննություն ընթանում էր եւ ընդհանուր առմամբ իրավաբաններին եւս ներս չէին թողել ու խուզարկություն էր կատարվում տանը։ Այսպեսին է ընդհանուր պատկերը, մենք շարունակում ենք ստանալ նաեւ եւ դիտորդներից եւ քաղաքացիներից տարբեր խախտումների մասին, ինչպես նաեւ ընտրատեղամասերից մեկում երրորդ ընտրաթերթիկը չէին տրամադրել, որը պարզվեց, որ կոնկրետ տեխնիկական խնդիր է եղել եւ ոչ թե կոնկրետ դիտավորել, այո, շտկվել էր։ Եվ հիմա եւս մեկ ահազանգ ունենք, որի մասով եւս գնալու ենք ու մեր դիտողներին խնդրելու ենք, որ հետևեն մեր ընթացքին, որովհետեւ մեզ հայտնել են, որ հանձնաժողովի նախագահը վերցրել է կտրոնը ընտրողի մոտից, հետո ահազանգել հետ է կանչել ու ուղղորդել է ընտրելու։ Իհարկե սա դեռ ընդամենը մեզ փոխած կարծիք է, երբ մենք գնանք այս զանգի հետքերով հետ վերադառնանք, արդեն ռեպորտաժը կտեսնեն մեր եթերում։ Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր մեկնարկել են ազգային ժողովի հերթական ընտրությունները, ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ժամը 8-ից սկսած բացվել են բոլոր ընտրատեղամասերը եւ քվեարկությունը կշարունակվի մինչեւ 20:00-ն։ Ընդհանուր առմամբ ձևավորվել է 2005 ընտրատեղամաս, որից 9 քրեակատարողական հիմնարկներում է։ Շիրակի մարզում 207,000-ից ավելի ընտրող կա, 220 ընտրատեղամաս, թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ունի 63 ընտրատեղամաս, ավելի քան 26,000 ընտրողով, թիվ 31-ը կաշխատի 58 ընտրատեղամասերով, որտեղ ընտրելու իրավունք կունենան ավելի քան 80,000 քաղաքացիներ, թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ենթակայությամբ գործում է 44 ընտրատեղամաս, ավելի քան 47,000 ընտրողի համար, իսկ թիվ 33-ը կաշխատի 55 ընտրատեղամասերով, սպասարկելով ավելի քան 37,000 ընտրողի։ Նշենք, որ ազգային ժողովի ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ընտրական իրավունք ունի 2,505,102 անձ։ Մենք այս պահին գտնվում ենք 31-ի 45 ընտրատեղամասում եւ այստեղ ըստ դիտորդական առաքելությունների տեղի ունեցել խախտում։ Այս պահին մենք զրուցելու ենք հանձնաժողովի նախագահի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ խնդրեմ ներկայանաք։ 31-45 տեղամասի հանձնաժողովի նախագահ Ծադուրյան Աղաբեկ։ Պարոն Ծադուրյան, դիտորդական առաքելություններից մեկի պնդմամբ այստեղ ուղղորդում է տեղի ունեցել կտրոնը գտնելուց հետո, երբ վերադարձրել եք ընտրողին, նաև ուղղորդվել է թե ում է ընտրելու, կա նման բան թե ոչ։ Ուրեմն դա ուղղորդում ես չեմ համարում, ինչի համար, որովհետև ընտրողը պատամամբ թե չգիտեմ դիտավորությամբ գցել էր աշգերի մեջ, մենք իր անդրական իրավունքը չենք խախտել, որոշ ժամանակ հետո ներկայացել է ման ենք եկեք գտել ենք այդ բանը թեշտիկը եւ թող վերականգնենք իր ընտրելու իրավունքը։ Եթե մենք չվերականգնենք, ընդհանրապես իրան զրկենք ընտրելու իրավունքից։ Իսկ մենք դա չենք արել։
մենք վերականգնել իր ընտրել իրավունքը։ Ուղղորդում ասելով այս դեպքում ինչ նկատի ունեն դուք նույն ծրարն եք վերադարձրել թե փոխվել է թերթիկները նորից է հանձնվել ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում։ Չէ, այդ ընթացքում երբ որ ինքը թեստը եկավ, ինքը այդ ընթացքում ստորագրել ստացել էր, բայց հետո որ թեստը չկար, մենք նորից դա բան ենք գցել ենք չեղյալ ենք համարել, նոր քարտեր ենք տվել ընտրատեստիկներ եւ դրանով ինքը ընտրել է։ Որովհետեւ ցես նախ խնդրեմ ներկայանաք։ Բարև ձեզ, Գրիգոր Ջանիկյան, Ազատվե դիտորդական առաքելություն։ Շատ լավ, խնդրեմ ներկայացնեք ինչպես է եղել պատմությունը։ Ցերեկը 13:59 մոտ քաղաքացին եկել է Սարքից ստացել է գծոնը եւ թերթիկները ստանալուց հետո մոտեցել է որպեսզի ընտրությունը կատարի, դուրս է եկել քաղաքացիի հետևից եւ կորցրած է եղել իր կտրոնը Սարքի կողմից տրամադրված։ Դիտորդները փորձել են արձանագրություն գրել, սակայն հանձնաժողովի նախագահան հրաժարվել է արձանագրություն գրել եւ քաղաքացին ասել է, որ կփորձեն գտնել եւ ընթացքում իրեն հետ կգրավ իրեն մոտ 2-2.5 ժամ հետո, երբ արդեն քաղաքացիի հետևը դատարկում էին աղբը, գտել են իր կտրոնը եւ հրավիրել են քվեարկելու, որից հետո կրկին դիտորդներից մեկը պնդել է, որ անհրաժեշտ է արձանագրություն գրել, քանի որ խախտում է եղել եւ արդեն կրկնակի խախտում է, սակայն հանձնաժողովի նախագահան կրկին հրաժարվել է ու նշում է արել, որ իբր մատիտով նշում արել են իրենք հետո օֆիցիալ կանեն, որից հետո զանգել են կրկին ապարտություն ու արդեն որպես առաքելության ղեկավար ստիպված եմ եղել գալ այստեղ ու եւ մոտ 20-ից 30 րոպե էլ բանակցել, որ ամեն դեպքում խախտում եղել է ու իրանք պարտավոր են խախտումը արձանագրեն։ Եվ ենթադրյալ ուղղորդման մասին նաև խոսենք։ Ենթադրյալ ուղղորդման մասին այս բան վստահ տվյալ չունենք, որովհետև դիտորդական առաքելությունը օրվա ավարտին նոր գնահատականը կտա, սակայն եղել են դեպքեր, երբ վստահված անձիկ մարդկանց ուղղորդել են քվեարկել այս կամ այն ուժի նկատմամբ եւ կրկին ոչ վստահված անձին եւ ոչ հանձնաժողովի անդամները չեն միջամտել տվյալ դեպքերին։ Շնորհակալություն։ Ընտրական օրվա ավարտին մնացել է հաշված րոպեներ եւ մենք այս բան գտնում ենք 31-ի 48 ընտրական տեղամասում եւ զրուցելու ենք հանձնաժողովի նախագահի հետ։ Բարև ձեզ։ Ձեզ։ Նախ խնդրեմ ներկայանաք։ Էմմա Ատոյան։ Շատ լավ, Տիկին Աթոյան, խոսենք ինչպիսին էր օրը, ինչ խախտումներ են արձանագրվել, ինչ միջադեպեր են տեղի ունեցել, գիտենք, որ անունների համընկնում է եղել հանձնաժողովի անդամի թե վստահված անձի։ Վստահված անձի հետ կապված, ասեմ, որ ամեն ինչ նորմալ, բնականon հունով ընթացքը գնացել է։ Մի խախտման արսան չի ասի խախտում, մի հատ արսանագություն են կրած, դիտորդի պնդման, որ վստահված անձը նաև պատգամավորության թեկնածու է, պնդեց, ես արսանագրեցի, բայց րոպեներ հետո ճշտեցինք, որ զուտ անուն անուն ազգանունը համընկնում է, հայրանունը չի համընկնում, եւ կայքով եւ անձնագրային տվյալներով ճշտեցինք, որ տվյալ վստահված անձը պատգամավորության թեկնածու չէ եւ րոպեներ հետո արսանագրություն կազմեցինք, որ սխալմամբ է կազմվել արսանագրությունը, այսինքն խախտում չի եղել, ամեն ինչ հաշտվեց, նորմալ է։ Շատ լավ եւ նաեւ խոսենք այս տարածքում քանի մարդ պետք է ընտրություն կատարել, քանիսը իրավունք ունեն ու քանիսն են մինչեւ այս պահը իրականացրել իրենց իրավունք։ Ցուցակով ունենք 1443 ընտրող, 1 լրացուցիչ ցուցակով, այս պահին ընտրել է 731 ցուցակով ընտրող եւ 1 լրացուցիչ, այսինքն 732 ընտրող։ Այսինքն ընդհանուր օրը ակտիվ եք դուք ինքներդ։ Ակտիվ է եղել, հանգիստ է եղել, բոլորը շատ մեծ պատասխանատվությամբ են մոտեցել։ Չեմ, խաղաղ նորմալ անցել է։ Հանուն ինչպեսի Հայաստանի եք քրեական։ Հանուն լավ Հայաստանի։ «2026 թվականի հունիսի 7-ը վճռորոշ է Հայաստանի ապագայի համար։ Այդ օրը մեր երկրում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ Դու ես որոշելու, ինչ ուղիով է զարգանալու Հայաստանը, ինչպիսին է լինելու մեր երկրի վաղվա օրը։ Քո ձայնը կարևոր է, մի վաճառիր այն, մի ենթարկվիր ճնշման, ոչ ոք չի կարող որոշել քո փոխարեն։ Հիշիր, քվեարկությունը գաղտնի է։ Նախընտրած կուսակցությանը կամ դաշինքին քվե տալու համար քվեախցիկում պարզապես վերցրու քաղաքական ուժի քվեաթերթիկը եւ տեղադրիր այն ծրարի մեջ։ Որևէ նշում կատարելու կարիք չկա։ Քվեախցիկում գրիչ չի լինելու։ Եթե քվեաթերթիկի վրա որևէ նշում կատարվի, այն կհամարվի անվավեր։
Մասնակիցների ծրագրերին կարող ես ծանոթանալ մինչև քվեարկության օրը քարոզարշավի ընթացքում։ Հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս։ Կատարիր գիտակցված ընտրություն։ Պաշտպանիր քո իրավունքը։ Հայաստանի վաղվա օրը սկսվում է քեզնից։